Սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ դիմել մեր հարգելի պետական համակարգի աշխատողներին։ Երբ ասում եմ պետական աշխատող, նկատի ունեմ ոչ թե միայն պաշտոնյաներին կամ ղեկավարներին, խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ապահովում են պետության ընթացքը։ Դա այն մարդն է, ով նստած է համայնքապետարանում, նախարարություններում, պետական որևէ կառույցում որպես սովորական աշխատակից։ Դա ուսուցիչն է, ով կրթում է սերունդ, դա բժիշկն է, ով պատասխանատու է մարդու կյանքի համար, դա զինվորականն է, ով պահում է երկրի անվտանգությունը, դա սոցիալական աշխատողն է, գիտաշխատողը, վարչական աշխատողը, բոլոր նրանք, ովքեր բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, բայց իրենց ամենօրյա աշխատանքով պահում են պետությունը աշխատող վիճակում։ Խոսքս հենց ձեր մասին է, այն մարդկանց մասին, որոնք չեն փոխվում ամեն քաղաքական փոփոխության հետ, բայց որոնց վրա իրականում կանգնած է ամբողջ համակարգը։ Այսօր ուզում եմ դիմել ձեզ և խնդրել մի քանի րոպե ժամանակ տրամադրել, լսել ու միասին մտածել։ Պարզապես ուզում եմ խոսել, անկեղծ, ուղիղ, առանց ձևականությունների, մի բանի մասին, որը բոլորս գիտենք, բայց միշտ չէ, որ բարձրաձայնում ենք։ Խոսելու եմ ձեր մասին, բայց ոչ որպես պետական աշխատողների, այլ որպես այս երկրի քաղաքացիների, որովհետև նախ դուք քաղաքացի եք, հետո նոր պետական աշխատող։ Հարգելի պետական աշխատողներ, գիտեք, որ յուրաքանչյուր օրվա իշխանություն իր վերարտադրվելու հույսը դնում է ձեզ վրա, և հենց այստեղից է սկսվում ձեր իրական դերը։ Պետական աշխատողները, ինչպես ցանկացած գործատուի մոտ աշխատող մարդիկ, կախվածություն ունեն գործատուից, ձեր դեպքում օրվա իշխանությունից։ Եվ մեծամասամբ դուք ձեր անհամաձայնությունները չեք արտահայտում բացահայտ, աշխատանքը չկորցնելու, խնդիրներ չառաջացնելու, ձեր կյանքում ավելորդ ռիսկ չստեղծելու համար։ Սա բոլորիս հասկանալի է, և այստեղ կարևոր է նաև մեկ բան ընդգծել. հասարակ քաղաքացին, ով պաշտոնյա չէ, պետական աշխատող չէ, միշտ փորձել է ձեզ հասկանալ, գնահատել ձեր վախերը, ընդունել ձեր կարգավիճակը։ Ասել են, մարդ է, ընտանիք ունի, պատասխանատվություն ունի, թող չխառնվի, չնայած գաղտնի դժգոհություններ արտահայտում եք, բայց կա մի տեղ, որտեղ այդ վախը այլևս արդարացում չունի, դա քվեախցիկն է։ Քվեախցիկում դու մենակ ես, և այնտեղ արդեն ոչ ոք քեզ չի ճնշում, ոչ ոք քեզ չի վերահսկում, այնտեղ մնում ես դու և քո խիղճը։ Ու հենց այստեղ է որոշվում, դու քեզ հետ ազնիվ ես, թե ոչ։ Այն, ինչ դու իբրև բացատրություն երբեմն անթաքույց ներկայացրել ես։ Եվ հիմա, սա հասկանալուց հետո եկենք մի պարզ բան ֆիքսենք։ Նորություն չի լինի, որ ասեմ, որ դուք միայն պետական աշխատող չեք, դուք այս հասարակության անդամն եք, դուք ամեն օր տեսնում եք խնդիրներ, չկատարված, չիրագործված, ձգձգված, դուք ամենից լավ հասկանում եք, ինչն է սխալ, ինչու չի աշխատում, ինչպես կարելի էր աշխատեցնել, բայց որոշում կայացնելու հնարավորություն չունեք։ Միևնույն ժամանակ, այդ չլուծված խնդիրները հարվածում են նաև հենց ձեզ, ձեր ընտանիքին, ձեր երեխաներին, ձեր ապագային։ Եվ այստեղից բնական հարց է առաջանում. ինչ է ուզում քաղաքացին, ով պետական աշխատող չէ, որի գործատուն պետությունն չէ։ Նա ուզում է, որ պետությունը տա այն, ինչ իր գործատուն կամ ինքը չի կարող ստեղծել՝ կայունություն, արդարություն, անվտանգություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Հասարակ քաղաքացու գործատուն կարող է տալ աշխատանք, կարող է տալ աշխատավարձ, բայց չի կարող հաստատել կայունություն, արդարություն, անվտանգություն։ Պետությունը, որի աշխատողն եք դուք հանդիսանում, պետք է տա այն հիմքը, որի վրա կառուցվում է մարդու կյանքը, և
Այդ պետությունը քաղաքացին տեսնում է նաև ձեր միջոցով պետական աշխատողների և հանրային դաշտում օրվա իշխանության նկատմամբ վստահությունը նվազում է կամ արդեն կասկածի տակ է դրում դրա լեգիտիմությունը, կապ չունի պատճառը ինչ է, այդ վստահության անկումը երբեք չի մնում պարզապես զգացողության մակարդակում։ Այն սկսում է ձևավորել մթնոլորտ։ Դու պետական աշխատող գիտես, ինչպիսին է այսօր հանրային տրամադրվածությունը։ Դու դա տեսնում ես ամեն օր քո աշխատանքի մեջ, քո շփումների մեջ, քո շրջապատում։ Մարդիկ բաժանված են բևեռների, սև ու սպիտակի, կա անհանդուրժողականության մթնոլորտ, կա լարվածություն, կա միմյանց չսիրելու, չընդունելու վիճակ։ Եվ սա պատահական չէ, սա ձևավորված վիճակ է, և պետք է սա հստակ ասենք, այս իրավիճակի հիմնական պատասխանատու իշխանությունն է, ոչ թե որովհետև հասարակությունը հանկարծ փոխվել է, այլ որովհետև իշխանությունն է ձևավորում միջավայրը, որտեղ ապրում է հասարակությունը։ Երբ իշխանությունը չի միավորում, հասարակությունը բաժանվում է, բայց այստեղ կա մի ավելի խոր շերտ, երբ իշխանությունը ճնշում է, հասարակությունը փակվում է։ Երբ ճնշում կա, մարդիկ դադարում են ազատ խոսել, երբ մարդիկ չեն խոսում, ներսում կուտակվում է լարվածություն, և այդ լարվածությունը մի օր պայթում է։ Երբ քննադատությունը չի ընդունվում, այլ ընկալվում է որպես թշնամանք, մարդիկ սկսում են վախենալ խոսել։ Երբ վախ կա, մարդը այլևս չի գործում իր համոզմունքով, նա սկսում է հարմարվել, և հենց այստեղ է սկսվում ամենավտանգավորը։ Քաղաքացին լռում է, պետական աշխատողը լռում է, բայց ներսում ոչինչ չի փոխվում։ Եվ այդ լռությունը չի նշանակում համաձայնություն, այդ լռությունը նշանակում է ճնշում։ Եվ երբ այդ ճնշումը երկար է տևում, հասարակությունը բաժանվում է ոչ թե կարծիքներով, այլ վերաբերմունքով։ Եվ հենց այսպես է ձևավորվում բևեռացումը, ոչ թե ինքն իրեն, այլ որպես հետևանք այն միջավայրի, որտեղ վախը դառնում է վարքագիծ։ Եվ սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև եթե մենք սա չենք ընդունում, մենք չենք կարող լուծել խնդիրը։ Եվ այդ զգացողության մասին դուք ավելի լավ գիտեք, քան շատերը, որովհետև դուք ավելի հաճախ եք առնչվում այդ խնդիրներում, լսում մարդկանց դժգոհություն, հիասթափություն, լուռ զայրույթ, դուք գիտեք խնդիրները, գիտեք դրանց առաջացման պատճառները, գիտեք նաև ինչու չեն լուծվում։ Եվ հիմա այս ամբողջ պատկերից հետո բերեմ մի շատ բաց օրինակ։ Ենթադրենք, օրինակի համար եմ ասում, 5 հոգի ենք, ես էլ ձեր հետ միասին։ Ես չեմ վստահում օրվա իշխանության և չեմ ուզում, որ այն վերարտադրվի։ Դու էլ պետական աշխատող, դու նույնպես մտածում ես, որ այսպես շարունակելը ճիշտ չէ, ու դու քո դժգոհությունը միշտ արտահայտում ես այս կամ այն խնդրի հետ կապված, ասել է թե քո ներսում նույնպես կա այդ անհամաձայնությունը։ Այդ 5-ից ենթադրենք 2 հոգի էլ կան, որ կարծում են այս իշխանությունը պետք է շարունակվի, որովհետև գտնում են, որ ճիշտ ուղղությամբ են գնում։ Եվ մեկը կա, որը քո բարեկամն է, պետական աշխատող, որը կողմնորոշված չէ։ Նա չի հավատում ոչ այս կողմին, ոչ այն կողմին, ու վերջում ընտրում է այն, ինչ դու ես ասում, քեզ օգուտ տալու կամ գոնե քեզ վնաս չտալու համար։ Հասկանում ենք, չէ՞ հարգելիներս, որ սա իրականությունից հեռու չէ։ Ինչ ասում եմ, սա իրական կյանքից է։ Հիմա տեսնենք ինչ է տեղի ունենում արդյունքում։ Ես չեմ քվեարկում այս իշխանության օգտին։ Դու որպես պետական աշխատող, քո համոզմունքին հակառակ գնում ես ու քվեարկում ես այս իշխանության օգտին, քո վախերից ելնելով։ Քո բարեկամին էլ չասենք ստիպեցիր, բայց խորհուրդ տվեցիր նույնը անել ու նա ընդունեց դա։
Երկու հոգել, ինչպես սկզբում ասացինք, իրենց համոզմամբ ընտրում են օրվա իշխանությանը։ Արդյունքում 4-ը 1-ի դիմաց, 4-ը 1-ի հարաբերակցությամբ։ Եվ հիմա հարց. սա արդյոք արտացոլում է իրականությունը։ Իհարկե ոչ, իրականությունը 3-ը 2-ի հարաբերակցությամբ պետք է լինի, բայց դարձավ 4-ը 1-ի։ Տարբերությունը անհամեմատ մեծ է, ու եթե սա բազմապատկենք 1000-ու ավելի դեպքերով, իրական արդյունք կտեսնենք։ Այսինքն, իրական պատկերը խեղաթյուրվեց, այն չարտացոլեց իրականությունը, մեր մեծամասնության տրամադրվածությունը, մի իրավիճակ, որտեղ նաև մեր, այդ թվում քո պետական աշխատող, քո իրական ցանկությունը չի արտացոլվել փաստացի։ Երբ դու, հարգելի պետական աշխատող, քեզ հակառակ ես գնում, դու փոխում ես ոչ միայն քո ձայնը, դու փոխում ես ամբողջ պատկերը։ Հիմա գալիս ենք ամենակարևոր կետին։ Եթե ընտրությունների արդյունքը չի արտացոլում իրական հանրային տրամադրվածությունը, ապա վստահություն վերջնական արդյունքի վերաբերյալ չի ձևավորվում, այսինքն փաստացի, փաստագրված իշխանությունը լեգիտիմ է, բայց իրականում լեգիտիմություն չունի։ Իսկ երբ վստահության կապիտալ չկա, առաջանում է իշխանության փոփոխության պահանջ, նոր վերընտրված իշխանության փոփոխման պահանջ։ Սակայն այդ պահանջը արդեն չի գալիս ընտրություններով, այն գալիս է արտահերթ շտապ հեղափոխությամբ իշխանափոխության, կամ ինչպես կցանկանաք անվանել այդ փոփոխությունը։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենաբարդ փուլը, որովհետև հեղափոխությունը գալիս է ոչ թե սառը հաշվարկներով, այլ զգացմունքով, որը կուտակվել է տարիներով, զգացմունքով, որը սնվում է հիասթափությունից, անարդարության զգացումից և երբեմն նաև զայրույթից։ Իսկ հեղափոխությունը ինչ է անում։ Հեղափոխությունը իր հետ բերում է ճակերտավոր ասած նոր մասնագետներ, նոր դեմքեր, որոնք գալիս են աշխատելու քո փոխարեն։ Այո, մարդիկ, որոնք կանգնած են եղել առաջնագծում հեղափոխության, բայց գաղափարական առաջնորդներ չեն։ Մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչի, միայն թե այդ պայքարում հաղթեն։ Շատ հաճախ զգացմունքներով առաջնորդող, շատ հաճախ ատելությամբ լցված, շատ հաճախ օրվա իշխանությունից դժգոհ, իրենց ներկա կարգավիճակից դժգոհ մարդիկ։ Ինչու՞ չէ նաև ձեր աշխատանքից դժգոհ, թեկուզ և անարդարացած։ Եվ հենց այդ մարդիկ են գալիս համակարգ, գալիս են ոչ թե որպես պատրաստված մասնագետներ, այլ որպես հաղթած կողմի մարդիկ և սկսում են աշխատել քո փոխարեն։ Դա մենք արդեն տեսել ենք ժամանակին և կարծում եմ դա մեզ համար բավարար փորձ էր հասկանալու դրա հետևանքները։ Եվ արդյունքը պարզ է, երբ համակարգում տեղ են զբաղեցնում ոչ թե պատրաստված մասնագետները, այլ հաղթած կողմի մարդիկ, պետությունը չի զարգանում։ Պետությունը սկսում է փորձարկվել։ Եվ հիմա շատ կարևոր եզրակացություն։ Եթե դուք ընտրությունների ժամանակ արտահայտեք ձեր իրական համոզմունքը, հարգելի պետական աշխատողներ, քվեախցիկում, առանց վախերի, ապա պետությունը ցնցումների չի ենթարկի։ Եվ այդ դեպքում համակարգը չի լցվի մարդկանցով, ովքեր դեռ պատրաստ չեն այդ պատասխանատվությանը, ինչպես եղել է ամեն իշխանափոխությունից հետո մեր երկրում, քանի որ երբեք դեռ ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Ցավոք, չի փոխվել։ Դու պետական աշխատող, ունես այդ հնարավորությունը, դու ով անհամաձայնություն ունի օրվա իշխանության վարած քաղաքականության հետ, դու մեր ժողովրդի հետ միասին, որովհետև դու ժողովրդից առանձին չես։ Մենք բոլորս հնարավոր չէ այդքան տարբեր մտածենք, մենք բոլորս նույն իրականության մեջ ենք մտածում ու ապրում, այն իրականության մեջ, որտեղ կամ գոհանում ենք, կամ դժգոհում։ Եվ եթե այդ իրականության զգացողությունը արտացոլվի ընտրության մեջ,
պետությունը կանցնի փոփոխության առանց ցնցումների, ընտրությունների միջոցով ու դու հարգելի պետական աշխատող մեծ ներդրում կարող ես ունենալ ինքդ քեզ չհակասելով, քո կամքին ու համոզմունքին հակառակ չգնալով։ Ու մի բան էլ, դու պարզապես աշխատող չես, դու պետության շարժիչ ուժերից մեկն ես, դու պետք ես այսօր, դու պետք ես վաղը, բայց ամենակարևորը դու պետք ես այս պետությանը և հենց այդ պատճառով քո ամենամեծ պատասխանատվությունը քո ընտրությունն է, ոչ թե այն, ինչ քեզ ասում են, այլ այն, ինչ դու գիտես, այն, ինչ դու զգում ես։ Եթե մի օր ընտրությունների արդյունքը իրականում արտացոլի հանրային տրամադրվածությունը, եկող իշխանությունը դա կգնահատի, ոչ թե որովհետև պարտավոր է, այլ որովհետև այլընտրանք չի ունենալու, քան հաշվի նստել հանրային տրամադրվածության հետ, համեմատել այն իրականության հետ և գնահատել քո դերը, գնահատել քո մոտեցումը, գնահատել քեզ որպես մասնագետ, ոչ թե որպես հարմար մարդ, գնահատել քո որակները, քո փորձը, քո արժեքը կյանքում և քո մասնագիտության մեջ։ Վերջում ուզում եմ մի բան շատ պարզ ասել, ինչպես խոսքիս սկզբում ասացի. յուրաքանչյուր օրվա իշխանություն իր վերընտրվելու հույսը դնում է քեզ վրա, պետական աշխատող, և շատ հաճախ մտածում է, որ քեզ պահելով քեզ լավություն է անում, բայց իրականում իշխանությունը ստանում է իր ուժը հենց քեզնից, քո ընտրությամբ, քո որոշմամբ, քո ցանկությամբ, և հենց այստեղ է քո իրական արժեքը, դու կարող ես ընտրել լինել այդ ուժի կրողը ճշմարտության մեջ, կամ թողնել, որ այդ ուժը ձևավորվի քո վախի վրա։ Ես չեմ ասում ընտրիր այս կամ այն կողմը, ես ասում եմ մի ընտրիր քեզ հակառակ, քո կամքին հակառակ, ուրիշին էլ համոզելով դա անել, որովհետև պետությունը կառուցվում է ոչ թե վախի վրա, այլ վստահության վրա։ Եվ այդ վստահությունը սկսվում է հենց քո ընտրությունից։ Մենք դեռ ունենք հնարավորություն ընտրել գիտակցված, ընտրել ազնիվ, ընտրել առանց վախի և հենց այդ ընտրությամբ պահպանել թե մեզ, թե մեր պետությունը։ Այսքանը, շնորհակալություն, հուսով եմ յուրաքանչյուրս իր ընտրության պահին կմնա իր ճշմարտության կողքին և չի գնա իրեն հակառակ։